Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. Աննախադեպ ինքնիշխանություն երկու պարտադրված հանրաքվեով։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի երեկվա հայտարարությունը փաստացիորեն ամրագրում է նոր քաղաքական իրողություն։ Հուլիսի 27-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցում Մոսկվան հստակորեն շեշտել է Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով հանրաքվեի հնարավորինս արագ անցկացման անհրաժեշտությունը։ Ժամկետներ չեն նշվել, սակայն ուղերձը միանշանակ է։ Հարցն այլևս տեսական քննարկման առարկա չէ։ Այսպիսով, Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում փաստացիորեն լեգիտիմացվում է արդեն երկրորդ հանրաքվեի անցկացման պահանջը՝ արտաքին դերակատարի նախաձեռնությամբ։ Առաջինը սահմանադրական հանրաքվեն է։ Բաքուն տարիներ շարունակ այն ներկայացնում է որպես խաղաղության պայմանագրի առանցքային նախապայման։ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագրի տեքստը մինչ օրս չի ստորագրվել հենց այս պատճառով։ Ադրբեջանին արդեն հաջողվել է հասնել նրան, որ Հայաստանի ներքաղաքական օրակարգում հայտնվի սահմանադրության փոփոխության հարցը՝ իր պահանջների տրամաբանությամբ։ Այժմ նույն տրամաբանությամբ Մոսկվան հրապարակայնորեն առաջ է մղում երկրորդ հանրաքվեի գաղափարը։ Կարևոր է սակայն նշել, որ այս պահանջը չի ծագել հենց այնպես։ 2025 թվականին Հայաստանում ընդունված Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը ԵԱՏՄ գործընկերների համար դարձել է իրավական անհամատեղելիության ապացույց։ Մայիսի 29-ի Աստանայի համատեղ հայտարարությամբ Ռուսաստանը, Բելարուսը, Ղազախստանը եւ Ղրղըզստանն արդեն պահանջել էին հանրաքվե եւ սահմանել էին դեկտեմբերին ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցի պատրաստման ժամկետ։ Պեսկովի հայտարարությունը այդ դիրքորոշման վերահաստատումն է, ավելի բարձր տոնով։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է դիմադրել, պայման դնելով, որ հանրաքվեն հնարավոր է միայն Եվրամիությանը պաշտոնական դիմում ներկայացնելուց եւ հարցը բովանդակային դարձնելուց հետո, սակայն փաստը մնում է անփոփոխ։ Երկու հանրաքվեների օրակարգն արդեն ձևավորվել է Երևանից դուրս։ Ստացվում է խիստ խորհրդանշական պատկեր։ Իշխանությունը շարունակում է խոսել Հայաստանի ճակերտներում աննախադեպ ինքնիշխանության մասին, մինչդեռ իրական քաղաքական գործընթացներում երկիրը կանգնած է երկու արտաքին պարտադրված հանրաքվեների հեռանկարի առջև՝ մեկը Բաքվի պահանջով, մյուսը Մոսկվայի եւ ԵԱՏՄ գործընկերների նախաձեռնությամբ։ Այս ամենը վկայում է նաեւ ավելի խորքային խնդրի մասին։ Արտաքին դերակատարների շրջանում ակնհայտորեն նվազել է վստահությունը Փաշինյանի քաղաքական խոսքի եւ ստանձնած պարտավորությունների նկատմամբ։ Եթե նախկինում բավարար էին նրա հավաստիացումները, ապա այսօր թե Բաքուն, թե Մոսկվան նախընտրում են իրենց համար կենսական նշանակություն ունեցող հարցերը ամրագրել ոչ թե վարչապետի խոստումներով, այլ հանրաքվեի միջոցով, հայ ժողովրդի ուղղակի կամ արտահայտությամբ։ Սա միայն արտաքին քաղաքականության խնդիր չէ։ Խոսքը Հայաստանի պետական ինքնիշխանության միջազգային սուբյեկտայնության եւ գործող իշխանության նկատմամբ արտաքին վստահության մակարդակի մասին է։ Երբ երկրի ռազմավարական որոշումների օրակարգը հերթով ձևավորվում է օտար մայրաքաղաքներում, իսկ Երևանը հայտնվում է այդ օրակարգերին արձագանքողի դերում, ճակերտներում աննախադեպ ինքնիշխանության մասին հայտարարությունները կորցնում են Ի վերջո, եթե Հայաստանի ապագային վերաբերող հանրաքվեների օրակարգը հերթով ձևավորվում է Բաքվում եւ Մոսկվայում, ապա խոսքն այլևս ինքնիշխանության ամրապնդման մասին չէ։ Դա արտաքին քաղաքական պարտադրանքների աստիճանական ինստիտուցիոնալացումն է, որի ամենամեծ զոհը կարող է դառնալ Հայաստանի ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքն ու կարողությունը։